Հունվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 19:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին Ադանա ռեստորանային համալիրի հարևանությամբ դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Նշված վայրից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել հղի կին։ Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են Օպել Մակնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում կան առնանման հետքեր։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով քրեական ոստիկանները պարզել են, որ հղի կնոջը հայտնաբերված օպելի մեջ դանակահարել է ամուսինը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են կասկածյալի և վիրավորի ինքնությունը։ Դեկտեմբերի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա D. Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ թշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀՆԳՆ ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության ծառայողները, վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ հայտնաբերված մարմինը դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված լեգենդ դարձած հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրն է՝ Լիլիթ Երմալովյանը։ Նշենք նաև, որ այսօր համացանցում տարածվում է Լիլիթի գրառումը ֆեյսբուքյան էջում։ Բաց թողեք թևերից վերջապես բացվել, ձեր հեքիաթներին ես չեմ հավատում, թե սուտ է թռչունն է միայն արձակը։ Ես մի նոր անցորդն եմ ժամանակի, վանել եմ ուզում առօրյա մաղձս ավառնել հեռու, գիրկը երազի, բայց թողեք ինձ կապող բոլոր լարերը, եթե պատրանք է աշխարհը այս, եթե մարում են սիրո նոտաները, փոշիացվում երազանքները հզոր, թե անտեսվում են մարդկային բնույթի կախարդանքները, և թե լոքորինվածք են այստեղ բարքերը, իսկ թերությունը չհասկացվել է, բայց և պետք էլ չի թող, որ ես լինեմ լուռ մոհիկանը, ու մեր մեջ ասած ինձ համար չեն չափ ու ձևերը, հրմցվող նեղ ոճերն ապրելու, ես տալիս եմ մերժման դիմումս հոգեմաշ այդ գերությունների, քարտեզով անցել եմ վաղուց բևեռներն աղի ու քաղցրալի, եկեք կոչենք դա փորձառություն, ոչ չմանրանամ էլ երկար բարակ, ազատությունն է տարերքնի միակ, խնդրում եմ այդտեղ թողեք ինձ մենակ։ Դեկտեմբերի 27-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում քրեական ոստիկանները քրեական ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ մեկնում են ենթադրյալ դեպքի վայր և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Պարզվում է, որ կրակոցը հնչել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Խ. աչքի երազանային վնասվածքով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անողը։ Շիրակի քրեական ոստիկանները պարզել են նրա վրա կրակոց արձակող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով կրակոցն արձակվել է պնևմատիկ ատրճանակից։ Երևանում 41-ամյա տղամարդը դանակահարել է հարազատ եղբորը, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Կրծքավանդակի բազմակի կտրած ծակած ախտորոշմամբ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը 36-ամյա Աշոտ Կ.-ն է։ Արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորին Հակոբ Պարոնյան փողոցի 7 հասցեում գործող հյուրանոցի նախասրահում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել եղբայրը 41-ամյա Վլադիմիր Հ.-ն։ Շամշյան.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում Հնդկաստանի քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների ներկայությամբ մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազմունցի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը հանդիսանում է Հնդկաստանի քաղաքացի 29-ամյա Բորա Ռաուլը։ Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Էրեբունի և Նուբարաշանի վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։ Դեկտեմբերի 16-ին սպանություններ էին տեղի ունեցել Շիրակի մարզում ժամը 10:50-ի սահմաններում ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էր Շիրակի մարզի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ՆԳՆ ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ալեքսանդր Նորսոյանի և բաժնի պետի տեղակալ Կարեն Տեփանոսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայր էին ժամանել նաև ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ թռչող փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ոստիկանների հետ համատեղ բացել էին դուռը և ներսում հայտնաբերել մահացածների մարմինները։ Օպերատիվորեն ժամանած Գյումրու հերթապահ շտապօգնության բժիշկների խումբը տեղում արձանագրել էին տղամարդու և կնոջ մահերը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էին ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Չիչոյանը և տեղակալներ Արեգ Խաչատրյանը, Արծրուն Ալեքսանյանն ու Արամ Գետիկարյանը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին ծաղծաղուծիկի առաջ խոսել, ասում էին՝ քիչ առաջ տեսանք, թե ինչպես համայնքային քրեական ոստիկաններն ու պարեկները եկան տունը շրջափակեցին, մի 10 րոպե անց ինչ էին ման գալիս չգիտենք, մենակ էն տեսանք, որ Նարեկին բռնեցին, տարան, հետո իմացանք սարսափ ֆիլմի մասին, թե ոնց է Նարեկը իր մեծահասակ ծնողներին սպանել դանակի մի քանի հարվածներով։ Ճիշտն ասած ցավալի դեպք է, բայց լավ է ոստիկանները շուտ եկան, այդ հոգեկան խնդիրներ ունեցողին տարան, վստահ ենք, եթե մի քիչ ուշանային չէր բացառվում, որ նա կարող է էլի մարդկանց սպաներ։ 7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ և երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում, նշել են հարևանները։ 76-ամյա Վալերի Բարխուդարյանը հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։ Նրա խոսքով աղջիկը նրան դուրս է անել սեփական տնից, որտեղ ինքը ապրում էր շուրջ 35 տարի, ինչի հետևանքով տարեց տղամարդն արդեն 5 օր է գիշերում է դրսում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օր նա անցկացրել է Կոշկակարի փոքրիկ բուդկայում, փորձելով պաշտպանվել սրտից։ Վալերի Բարխուդարյանն ունի հենաշարժողական խնդիրներ, վերջերս ենթարկվել է վիրահատության և նրա առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ժամանակ մնալ բաց երկնքի տակ։ Տարեց տղամարդը նշում է, որ ցանկանում է տեղափոխվել խնամքի հաստատություն կամ ապրել այլ վայրում, միայն թե ունենա տաք անկողին և անվտանգ պայմաններ, որպեսզի ապաքինվի։ Շամշյան.com-ի թղթակցի հետ զրույցում Մահապարտների կանանց խորհրդի նախագահը նշել է, որ իրենք խոր ցավ են ապրում տեսնելով տղամարդու հետ կատարվող դեպքերը և դիմում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի այս հարցը լուծում ստանա։ Առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ Հրազդանի կիրճում Հրազդան գետում դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ ուղղակի հրամանատար Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ, ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերցյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ բարեկ Վարանցով Բալասանյանն ու կրտսեր բարեկ Նորիկ Այվազյանը։ Ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմինը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար կամ միգուցե սպանություն։